Նոր ու հետաքրքիր հարթակ տարբեր ոլորտի գործարարներին մեկ տեղում հավաքելու համար։ Ժամանցային այս ձևաչափը, որի հեղինակը Թարկետինգ ընկերությունն է, թույլ է տալիս առավել ազատ միջավայրում հաղորդակցվել, կրթվել ու հաստատել նոր գործընկերային կապեր։ Այս տարվա կարգախոսն է Inspire, Innovate, Connect, ներշնչանք, ինովացիա և հաղորդակցություն։ Եթե վերածել բանաձևի, ապա կստացվի գաղափարական ոգեշնչումից նորարարական քայլերով մինչև արդյունավետ կապերի հաստատում։ Հայաստանում արդեն երկրորդ անգամ բիզնես ծառայություններ մատուցող Թարկետինգ ընկերությունը մեկ վայրում է հավաքում բիզնես սեփականատերերին, հիմնադիրներին, տնօրեններին ու թոփ մենեջերներին։ LinkedIn Local Երևանի նպատակը մեկն է՝ համատեղել բիզնեսն ու ժամանցը, որ գաղափարները վերածվեն կայուն արժեքների, իսկ հանդիպումները նոր գործակցությունների։ Սա հնարավորություն է գտնելու համախոհներ, գործընկերներ, չի բացառվում, որ ձեր ամենաարդյունավետ հանդիպումը լինի ոչ թե պաշտոնական մասում, այլ սուրճի ընդմիջմանը։ Գուցե հենց այստեղ մեկ պատահական զրույցը դառնա նոր կոլաբորացիայի սկիզբ։ Օրվա գլխավոր կազմակերպիչները ժամանում են ուղղաթիռով։ Այստեղ LinkedIn-ն է առանց Wi-Fi-ի, հավաքվել են գործարար կապեր հաստատելու, բայց կենթանի ռեժիմով։ Գորն այսօր կխոսի, թե ինչպես անձնային բրենդինգը մատուցել LinkedIn-ում։ Համակարգային բանակցությունների մասին է լինելու Էմիլի ելույթը։ Խոսելու եմ նրա մասին, թե ինչքան կարևոր է բանակցությունների վերաբերվել համակարգային մոտեցմամբ եւ ոչ թե բանակցել տվյալ պահին եւ առաջնորդվել թե բախտս բերեց սկզբունքով, այլ կարողանալ նախապես պլանավորել եւ հասկանալ բոլոր գործոնները, որպեսզի բանակցությունները հնարավորինս արդյունավետ լինեն։ Այսօրվա իմ թեման է լինելու։ Բանախոսներից է նաեւ շվեյցարական Կերբեդանց ժամացույցների ընկերության համահիմնադիր եւ դիզայներ Արամ Պետրոսյանը, ում կարծիքով բիզնեսում հաջողության հասնելու գլխավոր պայմաններից են կամքը, գիտելիքները եւ ամենագլխավորը՝ երազանքը։ Իմ փորձի արդյունքում կան գործիքները, որոնք որ կօգնեն եւ այսօր այստեղ ներկա գտնվող մարդկանց եւ նաեւ ապագայում օգնելու է մեր ընկերությանը։ Հաշվի առնելով նախորդ տարվա հաջողված փորձը, շատերը երկրորդ անգամ են մասնակցում LinkedIn Local Երևանին, համոզված լինելով, որ այս անգամ եւս կունենան նոր բիզնես կապեր ու համագործակցություններ։ Իմ արդեն այստեղ երկրորդ անգամ գտնվելը արդեն խոսում են այն մասին, որ արդյունք ստացել եմ։ Բավականին հետաքրքիր հարթակ էր, հորինած հետաքրքիր ֆորմատ էր հորինած առաջի անգամ ընդհանրապես ու շատ հետաքրքիր արդյունք տվեց։ Մենք ունեցանք նոր գործընկերներ, որը բիզնեսի համար ամենակարևորն է, որ նետվորքից հետո գոնե լավ կապերով դուրս գաս։ Ունեցանք նոր գործընկերներ, համագործակցություն, կնքված պայմանագրեր։ Այստեղ խաչվում են բիզնես գործունեության ամենատարբեր ոլորտները, արդյունքում ծնվում են նոր գաղափարներ ու համագործակցություններ։ Լինելով բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, ամբողջ տարվա կտրվածքով կարողացել ենք համատեղ ծրագրեր իրականացնել մինիմում անձնային մակարդակում իրար պիտանի ենք եղել մի բարի խորհրդով եւ այս տարի եւս նպատակային հստակ կան օրվա երկրորդ կեսին կան հատուկ ֆասիլիտացված շղթաներ հանդիպման ֆորմատ, որտեղ որ մենք կարող ենք նոր կապեր ձեռք բերել, իսկ այսօր շատ ավելի նպատակային ենք, քանի որ տարեվերջին շատ մեծ առողջապահական նախագիծ ունենք, հետեւաբար մի փոքր այսօր headhunting ենք անելու, փորձելու ենք գտնել այն մարդկանց, ում մենք կարող ենք պիտանի լինել, բնականաբար իրենք էլ մեզ։ Այս տարի ներկա են նաև Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ ու դեսպանությունների տնտեսական ներկայացուցիչներ։ Թարկետինգ ընկերությունը, որը որ կազմակերպիչն է LinkedIn Local Երևանի, միշտ ունի այդ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կուլտուրան, այնինչ անում է դրանից հատկացնել հատված եւ միջոցներ սոցիալապես անապահով կամ աջակցության կարիք ունեցող ծրագրերին, այս դեպքում այս տարի միջոցառման հասույթի 10% ուղղվելու է մարզերի երեխաները մարզերում կրթական ծրագրի համար, որը ոչ միայն ողջունելի, այլև օրինակելի։ Ֆիրուզա Մուսայելյան, Տարոն Ղանդիլյան, Վազգեն Հովհաննիսյան, Տրիբյուն AM։